Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ այս տարվա հունվարի 1-ից ներդրվել է հարկային պարտավորությունների հաշվառման նոր համակարգ։ Բարեփոխումների արդյունքում պարզեցվել եւ առավել համակարգված է դարձել հարկային պարտավորությունների եւ դեպետային գումարների հաշվառման գործընթացը։ Այսուհետ հարկային հաշվարկներով առաջացող ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները որպես դեբետային գումարներ կառավարության սահմանած չափանիշներին համապատասխան համարվելու են ռիսկային կամ ոչ ռիսկային։ Ոչ ռիսկային համարվող դեբետային գումարները մուտքագրվելու են միասնական հաշվին ինքնաշխատ տվյալ հարկի վճարման հաշվետու ժամանակաշրջանի վերջնաժամկետում։ Այսինքն, եթե ավելացված արժեքի հարկի կամ ակցիզային հարկի հաշվարկը համարվում է ոչ ռիսկային, ապա այդ դեբետային գումարը միասնական հաշվի մուտքագրելու համար հարկատուն այլևս դիմում գրելու անհրաժեշտություն չի ունենում, իսկ հարկային մարմինը լրացուցիչ ուսումնասիրության։ Այդ գումարն էլ ըստ հարկատուի նախընտրության կարելի է օգտագործել այլ հարկային պարտավորությունների մարման համար։ Ավելին, եթե տնտեսվարողը նոր անձնական քարտում ավելացված մարում վերադարձ էջում համապատասխան նշում կատարի, այդ գումարն իր միասնական հաշվին կփոխանցվի մինչև վերջնաժամկետը։ Իսկ եթե կառավարության սահմանած չափանիշներով այդ գումարը ռիսկային է, ապա տնտեսվարողն այն կկարողանա հետ ստանալ միայն արդեն գործող ընթացակարգով։ Եթե հաշվարկի դեբետը դիտարկվում է ռիսկային, այս դեպքում ռիսկային դեբետից մարվում են միայն ԱՀ-ի եւ ակցիզային հարկի պարտավորությունները, իսկ միասնական հաշվին վերադարձնելու նպատակով հարկ վճարողը պետք է նախորդ ընթացակարգի նման ներկայացնի դիմում, հետո իրականացվի ուսումնասիրություն եւ եզրակացության հիման վրա այդ գումարը փոխանցվի միասնական հաշվին։ Փոխվել է նաև Եվրասիական տնտեսական միությունից ներմուծված ապրանքների համար վճարված ավելացված արժեքի հարկի գումարների հաշվացման կարգը։ Մինչդեռ ավելացված արժեքի հարկի հաշվարկման եւ վճարման, ինչպես նաև հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետները մնացել են անփոփոխ։ 2025 թվականի հունվարի 1-ից ներմուծված ապրանքների համար ավելացված արժեքի հարկի հաշվանցումը կարող է իրականացվել տվյալ ներմուծման օրը ներառող ամսում, եթե այդ ամսում միաժամանակ ներկայացվել է նաև այդ ապրանքների համար ներմուծման հարկային հայտարարագիրը եւ վճարվել է ներմուծման համար ավելացված արժեքի հարկի գումարը։ Հետևաբար, այս փոփոխության շնորհիվ տնտեսվարողներն ավելացված արժեքի հարկի հաշվանցումները կարող են կատարել հենց ներմուծման ամսում եւ նույն ժամանակահատվածի արդյունքներով էլ հետ ստանալ հաշվարկով առաջացած դեբետային գումարները։ Սակայն եթե ներմուծման ամսում տնտեսվարողը չի ներկայացրել ներմուծման հայտարարագիր եւ չի վճարել ներմուծման ավելացված արժեքի հարկի գումարներ, ապա այս դեպքում ԱՀ-ի հաշվանցումը կիրականացվի հաջորդ ամսում։ Այսինքն տնտեսվարողը կարող է այդ գումարը հետ ստանալ հաջորդող ամսվա արդյունքներով, եթե իհարկե մինչև այդ ամսվա 20-ը կատարել է վերոնշյալ երկու պահանջը։ Փոփոխությունները հնարավորություն են տալիս կրճատել ոչ ռիսկային դեբետային գումարների վերադարձման գործընթացը, ինչի արդյունքում տնտեսվարողները կկարողանան առավել արդյունավետ կառավարել իրենց ժամանակն ու ֆինանսական հոսքերը։